առաջի 3 պետությունը որ ուզում են համագործակցեն Պարսկաստանի հետ, էդի Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան։ Ուրեմն իհարկե դրանք շահագրգռված են, բայց քանի որ Եվրոպան անհասկանալի կականություն է վարում հիմա, սուսպուսիկ են դառնում, դրանք էլ չեն հասկանում ինչ են անում, ոնց են անում, ինչ պիտի անեն։ Հիմա Եվրոպան պիտի ատամները ցույց տա, ասա Տրամփին ստիպեն կողմացի այդ պատերազմը, այդ առաջինը։ Երկրորդ, եթե թեթև սցենարիա է գնում, ուրեմն մենք տենում ենք, որ բան չի փոխվելու։ Եթե գնում է լայնը մասշտաբ, ունդեղ նույն ներքին խնդիրների այդ հարցերը, որ կա օպոզիցիայի կոչվածը, այսինքն Ամերիկայի եւ Իսրայելի գործակալներ գլուխ են բարձրացնում ու այս ռեժիմը փոխում են, մեր համար առաջանում է մեծ խնդիր։ Զանգիզուրում, Սյունիքում։ Մենք կստանանք լուրջ խնդիրներ կստանանք։ Մեր համար կարևոր է, որ այս Պարսկաստանի ռեժիմը մնա մեր շահերը։ Մեզի պետք չէ այնտեղ շահ բան կան, որովհետև եթե իշխանությունը փոխվում է Պարսկաստանում, մեր համար դա շատ վտանգավոր process է, մեր համար։ Այդ նշանակում է Թուրքիան բեսան փուժանում է ստեղ տարածաշրջանում, միայն գեգեմոնն է դառնում։ Պարսիկները այլևս չեն խանգարելու, որ այդ Սյունիքը տարածքը միանա Թուրքիայից մինչև Միջին Ասիան, Կենտրոնական Ասիան, դրանք չեն խանգարելու ու մեր համար այդտեղ էդի լավ չի, հեչ լավ սցենարիա, ոչ Հնդկաստանի համար էլ շատ վատ սցենարիան է, ու մենք էլ տուժում ենք։ Դրա համար Ես կարծում եմ ավելի վատ սցենարը կա, որ պետք է եւս հաշվի առնել, որ այդ փոփոխությունների ժամանակ հնարավոր է Իրանը մասնատվի։ Այսինքն դա ամենավատ սցենարն է, երբ որ ես հələ այս բանին չեմ ասել, բայց ոչ մեկին պետք չի, որ Իրան բաժանվի մաս-մաս։ Նույն ոչ մեկին Միացյալ Նահանգներին եւս, այո։ Իրանց պետք է ամբողջ միավորված Պարսկաստան, Իրան ամբողջ սահմանների մեջ, բայց ենթարկվող Պարսկաստան։ Պարս ու իրանց համար հասկանալի այդ ինչ պետությունն է։ Նույնի Եվրոպան շահագրգռված, որ եթե խոսքը օրինակ Պարսկաստանը փլուզվում է, Պարսա մի մասը վերցնելու են իրաքցիներ էլ խնդիրներ ունեն պարսիկների հետ, քուրդեր, բիլուջներ, թուրքեր, ադրբեջանցիք, հա, ու սենց կարա մաս-մաս վերցնել, բայց դա ամենավատ ու ամենավերջ սցենարին, որ ես տենում եմ սենց։ Իմ կարծիքով ոչ մեկը թույլ չի տալու, որ քուրդական պետություն ստեղծելու, առաջի հերթում Թուրքիային պետք չէ դա հեչ, Բիլուջստանը բան ավելի վտանգավոր է, այդ Բիլուջստանը հարցը ավելի բարդ է, դրա համար դրանք ուզում են, որ Պարսկաստանը որպես պետություն մնա Իրան սահմանի մեջ, բայց ենթարկվող պետությունը։ Իսկ մեր շահերը հետ կապված, մեզի պետք է, որ այս իշխանությունը մնա իրան տեղում, ավելին ասեմ, որ ուժեղանան։ Քանի որ 20 թվին պարսիկներ մեծ սխալ են արել, որ մեր կողքը կաղնած չեն եղել, այդ պատճառով մինչև այսօր տուժում են։ Նույն ռուսներ են տուժում, որ մեզ դավաճանել են։ Ոչ թե դավաճանել են, ես այդ բառը չեմ սիրում օգտագործել քաղաքացիական դաշտի մեջ, պլանավորված իրանց շահերից, քանի որ դրանք Ուկրաինայի պատերազմը նախորդ նախատեսել են, ու իրանց պետք է տարածքը պիտի բացվի։ Ու իրան շահերը եւ թուրքերի ադրբեջանցիների սեց կպելա ու փորձել են արել են այն ինչ որ արել են։ Դրա համար ես ասում, պարսիկների մեղքու ես պարսիկներին միշտ էլ ասել եմ ամենաբարձր մակարդակով, որ դուք որոշ մարդիկ ասում են սենց երեսին ասում են իրոք մենք շատ մեծ սխալ ենք արել, որ չէ կողքը կանած չենք եղել, բայց արդեն ուշ է։ Դրա համար ես ասում եմ սենց, եթե Պարսկաստանը փլուզվում է, հաշվեք, որ համարյա թե մեր վերջն է։ Որովհետև բան չի մնում։ Այսինքն պայքարող պետություն, որ կարաս ալա գնաս իր այդ պայմանավորվես, արդեն այլևս չի մնում։ Դրա համար մեզի պետք է իշխանությունը մնա, բայց այն ինչ որ կատարվում է, ես
չեմ տենում, որ լայնը մասշտաբա, ու իմ կարծիքով լայնը մասշտաբը չի պիտի լինի, քանի որ սա Տրամպին ասում են դելավ, այսքան նավեր ես հավաքել, այսքան ինքնատիր ես հավաքել, այսքան զորք ես հավաքել, բան չես անում, պիտի իրենցի ցույց տա, չէ, որ բան եմ արել, այսած նորից սկսել է հեքիաթներ պատմել։ Եվ ես մի անգամ ոչնչացրել եմ, այլ բան չի մնացել, զորքը չի մնացել, ռակետները չի մնացել, խոպի միջոցները չի մնացել, սկսել է աճոկներ հավաքել։ Հա, բայց եթե իրեն պատասխան հարվածներ եւ այդ պատասխան հարվածներից դուժեն ամերիկյան զինվորներ, Տրամպը շատ դժվար իրավիճակի մեջ կլինի։ Այսինքն այդ երեսը պահպանելու Դրանք հերվից են սկսում։ գաղափարը Դրանք հերվից են սկսում։ Տենում եք, բան, Իրան, բան, զինվորը ոտը չի դրում, այսինքն դեսանտը չի իջացնում։ Պարզա Ամերիկայի զինվորը, որ ոտը դնի Պարսկաստանի հողի վրա, իրան ոչնչացնելու են։ Բայց քանի որ խուսիտներ ասել են մենք ձեր նավի վրա խփելու ենք, ու պարսիկները հնարավորություն ունեն, ասեմ սենց, եթե գոնի 500 հոգի մարդ, 300 հոգի զոհ բերեն միասալ նախանգներ, նույն վարկյանը Տրամպի սպասում է impeachment, նույն վարկյանը։ Բացի դրանից, անցած տարի կոնգրեսը որոշում է ընդունել, գիտեք չէ, կայացրել, որ Տրամպը 90 ժամից ավել իրավունք չունի ինքնագլուխ պատերազմ տանեն։ Առանց կոնգրեսի թույլտվության։ Իսկ կոնգրեսը իրան 90 ժամից հետո թույլտվություն չի տալու։ 90 ժամը դա փաստորեն 4 օր, 3 օր, 4 օր։ սենց, 3.5 օր, սենց մոտորապես։ Ահա։ Ասեց 90 ժամ, այլևս դրանից հետո դու իրավունք չունես։ Դրա համար նայեք, Տրամպը սենց տանենց գտնվում է, մի ոտով արդեն մտել է impeachment-ի մեջ։ Գլխավոր դատարանը, գիտեք, որոշում է ընդունել, որ այդ պոշլինաները, որ ինքի մցրեց, ուրիշ պետությունների դեմ, անօրինական է, ինքի որպես նախագահ պիտի պաշտպանի սահմանադրություն օրենքներին, ինքը այդ օրենքներին խախտեց։ Հիմա մի հատ շատ, այլ չեմ կարամ, 190 անուն չեմ հիշում, ոնց որ Իլինոյսի է եղել, իրանց մարզպետը արդեն ասեց, ներկայացրեց պահանջի Տրամպին, ասում է 2.7 միլիարդ դոլար այդ պոշտինի հետ կապված պիտի ժողովրդին տաս, որովհետև մենք դժվել ենք։ Հիմա եթե տրիլիոններով լինելու է պահանջներ այդ որոշումի դիմաց, այդ նշանակում է, որ պետությունը ներկայացնել է Տրամպին պահանջ, ասել են դու ես խախտել, կու պատճառով հիմա մենք դժվում ենք մի քանի տրիլիոն դոլար պիտի հետ տանք, այդ փողը չունենք, խախտում ես արել impeachment ասպասելու Տրամպին։ Մի ոտով արդեն impeachment-ի մեջ է, եթե գոնի մի քանի հերոքի մարդ պարսիկներ ոչնչացնելու են, Տրամպ մտնում է impeachment-ի մեջ։ Ու ինչքան Տրամպը շուտ ստանա impeachment, ինչքան Տրամպը հերանա իշխանությունից, այսքան բոլորի համար օգուտ է, բացի Ռուսաստանից, Հայաստանից, Նիկոլից եւ Ալիևից։ Դրանք իհարկե դժում են միանգամից։ Դրանից հետո իրանց հետ միասալ նախանգներում, այդ ես հաստատ գիտեմ, մի հատ կոնգրեսմեն է ինձ ասել, ասում է, որ ասում է իշխանությունը փոխվելու է։ Այս Ալիևը եւ Փաշինյանը բարև մեր կողմից չեն լսելու։ Ձեր կեն կաշվելու դրանցից։ Սաղ դժվեր են, ով միացել է այս բան խաղաղության խորհրդի մեջ մտել են, բան, սաղ դժվել են ասում։ Իրոք սենց անելու։ Դրա համար Տրամպը ինչքան երկար գտնվում է Իրանատորում, այսքան մեծ աշխարհը մեծ քանակով տոննաներով այրն են թափելու։ Այրն են։ Այնա մարտակեր են, մարտասպան են։ Այդ Էփշտեյնի բանին մասնակիցներ պատկերած ամբողջ աշխարհում, քանի օքի մարդ կա աշխարհի հետ կապ։ Ուրեմն գալիս են, հիմա հեկավարում են աշխարհում։ Դուք պատկերացնում ովքեր դրանք։